Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։ Ինչքան կտևեն այդ խորհրդակցությունները դեռևս պարզ չէ։ Պարզ է միայն այն, որ պայմանագրի տեքստը Բաքվի հետ վերջնականացված է, ասում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստը, ինչպես նշել եմ, այլևս վերջնականացված է եւ միակ անհրաժեշտությունը ստորագրելն է։ Սրան զուգահեռ, սակայն Ադրբեջանը պարբերաբար փորձում է սահմանային էսկալացիա հրահրել։ Այդպիսի հերթական փորձը այսօր էր Խոզնավարի ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով վնասվել է անգամ հայկական կողմի բնակելի թաղամասի տներից մեկը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ սա տեղավորվում է Բաքվի որդեգրած ոչ կառուցողական գործելավոճի մեջ։ Բայց եւ այնպես Երևանը այս մասով եւս առաջարկով է հանդես եկել։ Սահմանային միջադեպերի հետաքննության մասով էլ գիտեք, որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, հետաքննենք տեղի ունեցող միջադեպերը։ Սույն առաջարկն ընդունվել է թե ոչ, Գրիգորյանը չի մեկնաբանում, այլ այս համատեքստում շեշտում է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ռազմական էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտներին, ապա Անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է. համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է երկու նախապայման։ Առաջինը վերաբերում է Մինսկի խումբը լուծարելուն, մյուսը Հայաստանի սահմանադրությունը փոխելուն։ Իրենք գիտեք, որ հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները եւ մենք էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին, կլինի Մինսկի խմբի լուծարման մասին, գիտեք, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև սահմանադրության մասով գիտեք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։